Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Բոլոր նրանց մասին, ովքեր մկրտվել են, բայց շարունակում են ապրել անփույթ կյանքով։ Սուրբ Հովհան Ոսկեբերան, Սուրբ Հայրերի ժառանգությունը։ Տեսնում եմ, որ շատերը մկրտությունից հետո ավելի անփույթ են ապրում, քան չմկրտվածները, նույնիսկ քրիստոնեական կյանքի որևէ նշան չունեն։ Հետևաբար, ոչ տոնակատարության ժամանակ, ոչ էլ եկեղեցում իսկույն չես կարող տարբերել, թե ով է հավատացյալ և ով անհավատ, այլ միգուցե միայն սուրբ խորհուրդները կատարելիս կարող ես տեսնել, որ ոմանք դուրս են գալիս, իսկ մյուսները մնում են եկեղեցում։ Արտաքին առաքինությունները սովորաբար ճանաչվում են արտաքին նշաններով, իսկ մեր առաքինությունները պետք է ճանաչվեն հոգով։ Հավատացյալը պետք է տեսանելի լինի ոչ միայն ստացած շնորհով, այլ նաև նոր կյանքով։ Հավատացյալը պետք է լինի աշխարհի լույսն ու աղը, ինչպես գրված է Սուրբ Ավետարանում։ Սակայն եթե ինքդ չես լուսավորվում, չես կանխում քո սեփական նեխումը, ապա ինչով ճանաչենք քեզ որպես քրիստոնյա։ Միթե այն պատճառով, որ ընկղվել ես սուրբ ջրերի մեջ, մկրտության ջրերի մեջ։ Բայց դա կարող է քեզ վրա պատիժ բերել, քանզի այս պատվի մեծությունը կարող է պատուհասել բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ապրել այս պատվի համաձայն, այսինքն քրիստոնեական ուղղափառ կյանքով։ Քրիստոնյան պետք է փայլի ոչ թե միայն նրանով, ինչ ստացել է Աստծուց, այլ նաև նրանով, ինչ իրեն է պատկանում։ Անհրաժեշտ է, որ նա առաքինի լինի ամեն ինչում, և արարքով, և հայացքով, և ձայնով, և այլն։ Ես ասում եմ այս ամենը ոչ թե նրա համար, որպեսզի ցուցադրենք մեզ, այլ ի օգուտ նրանց, ովքեր նայում են մեզ։ Սակայն որ կողմից էլ փորձում եմ քեզ ճանաչել, ամեն ինչի մեջ քեզ հակառակ վիճակում եմ գտնում։ Ուզում եմ քո մասին տեղով դատել և տեսնում եմ քեզ ձիերի մրցարշավին։ Մեր օրերում նույնն է թե խաղատներում կամ խաղատներից դուրս նույն խաղերը խաղալիս։ Տեսնում եմ, որ թատերախաղերի ես մասնակցում, անօրենությամբ ես ապրում օրերդ, վատ հավաքներում ես լինում, շուկաներում ես թափառում և անբարոյական մարդկանց հետ ես լինում։ Ուզում եմ քո մասին դատել քո դեմքով և տեսքով, բայց տեսնում եմ, որ դու անդադար ծիծաղում ես ու ցրված ես ինչպես անառակ պոռնիկը, որի բերանը երբեք չի փակվում։ Եթե քո մասին հագուստով եմ դատում, ապա տեսնում եմ, որ հագածդ ծաղրածուների հագածից ոչնչով չի տարբերվում։ Նույնը վերաբերվում է նաև բաց հագնվելուն և գայթակղիչ լինելուն։ Եթե դատեմ քո մասին քեզ ուղեկցողներով, ապա տեսնում եմ, որ դու քո հետևից տանում ես ձրիակերներին և շողոքորթներին։ Եթե քո մասին դատեմ խոսքերովդ, ապա լսում եմ, որ ոչ մի ողջախոհ և օգտակար բան չես ասում մեր կյանքի համար։ Եթե քո մասին դատեմ քո սեղանով, ապա այստեղ դատապարտման ավելի շատ պատճառներ են առաջ գալիս։ Խոսքը որդկրամոլության և զեխության մասին է։ Այսպիսով, ասա ինձ, ինչից կարող եմ իմանալ, որ դու հավատարիմ ես քրիստոնեությանը, երբ իմ թվարկածները հակառակն են ապացուցում։ Եվ ինչ եմ ասում հավատարիմ քրիստոնյա, անգամ այն, որ դու մարդ ես, դա էլ հաստատ չեմ կարող իմանալ։ Էշի պես թավալվում ես, եզի նման թռվռում ես, ձիու նման քրքջում ես կանանց վրա, արջի նման ուտում ես, ջորու նման ծանրացնում ես մարմինդ, ուխտի նման հիշաչար ես, գայլի նման գիշատիչ ես, օձի նման զայրանում ես, խայթող ես կարիճի նման, խորամանկ ես աղվեսի նման, իժի նման չարության թույնը մեջդ ես պահում և չար դևի պես թշնամանում ես եղբայրներիդ հանդեպ։ Ասա, ինչպես կարող եմ քեզ մարդ համարել, առանց քո մեջ մարդկային բնության նշաններ տեսնելու։ Փնտրելով տարբերություններ չմկրտվածների և հավատարիմ մկրտվածների մեջ, վախենում եմ նույնիսկ մարդու և գազանի միջև տարբերություն չգտնել։ Բայց ինչպես քեզ գազան կոչեմ, երբ յուրաքանչյուր գազան ունի այս արատներից միայն մեկը։
իսկ դու կրելով քո մեջ բոլոր արատները գերազանցում ես նրանց քո անխոհեմությամբ։ Քեզ դև կոչեմ, բայց դևը չի ծառայում որովայնին և արծաթասեր չէ։ Եվ երբ քո մեջ ավելի շատ արատներ կան, քան գազանների և դևերի մեջ, ասա ինձ, ինչպես կարող եմ քեզ մարդ անվանել։ Եվ եթե քեզ չեմ կարող մարդ անվանել, ապա ինչպես կարող եմ քեզ հավատարիմ քրիստոնյա անվանել։ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ Մատթեոսի ավետարանի մեկնությունից։ Բոլոր նրանց մասին, ովքեր մկրտվել են, բայց չեն ապրում քրիստոնյային վայել կյանքով, այլ ընդհակառակը, տրված են հեշտասիրությանը, տրված են այս աշխարհին, տրված են հեթանոսական բարքերին և հեռու են քրիստոնեական կենցաղից։